Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասանները շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Նկարահանման հրապարակում միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է, ի տարբերություն հեռուստասերիալի, որտեղ իրավիճակը թեժ է ու լարված։ Հենրին իրեն խաբված է զգում, քանի որ պարզեց, որ այն մարդը, ում այդքան վստահում էր իր հարազատ ընկերը, դավաճան է։ Հենց նա է կազմակերպել, որ աղջիկ հայտնվի իր անկողնում ու դրան ականատես լինի Անգելինան։ Բնականաբար Հենրիի ներաշխարհը փոթորկված է։ Նախորդ սերիայում Հալալը մի անգամ շատ ճիշտ բան ասեց, եթե մարդ մեկ անգամ ծախվում է, ապա կծախվի բազմաթիվ անգամներ, եւ նույնիսկ Միքայելն ու Հենդոն գլխի չեն ընկնում, որ եթե Հալալն իրենց ծախվել է ու հարազատ ընկերոջ գլխին սարքել, ապա հենց նույն Հալալն իրենց գլխին է սարքում համագործակցելով Բաքրատի հետ եւ ողջ տեղեկատվությունն այդ ընտանիքից փոխանցելով Բաքրատին։ Իհարկե Բաքրատն էլ միայնակ չէր կարող հասնել այդ ամեն ինչին, նա իր գլխավերևում ունի շեֆ, ով կազմակերպում է այդ ամենը։ Բաքրատն ունի իր կողքին կին, երիտասարդ, բայց Անետին բավականին դուր չեկավ այն ամենը, ինչ Բաքրատն ու իր սիրելին արեցին։ Նշենք, որ հեռուստադիտողների համար շատ շուտով հետաքրքիր անակնկալ է բացահայտվելու այդ կնոջ իրական անցյալի մասին, որը շոկի է ենթարկելու հեռուստադիտողներին, ինչ կապ ունի նա Շախունցների ընտանիքի հետ եւ ինչու է Բաքրատը նրա իր կողքին պահում, բացահայտել ենք մեր նախորդ տեսանյութերից մեկում։ Բնականաբար Անետը լինելով առաքինիկին չի կարող նույն հարկի տակ ապրել Բաքրատի ու իր նոր սիրելիի հետ։ Նա որոշում է, որ մենակ է ապրելու, չնայած այն բանին, որ Աննան խնդրում է, որ նա վերադառնա իրենց ընտանիք։ Սակայն Անետը շատ ճիշտ որոշում է կայացնում, որպեսզի ոչ մեկի հետ գործ չունենա եւ ապրի իր համար։ Արդյոք դա նրան կհաջողվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել էինք, հեռուստասերիալի դերասանական կազմին միացավ սիրված դերասան Անդրանիկ Հակոբյանը, ով մարմնավորելու է Գոռին։ Գոռը, Անգելինան ու Հենրին սիրային նոր եռանկյունի են ստեղծում։ Արդյոք Գոռին կհաջողվի գրավել Անգելինայի սիրտը, թե ոչ, կիմանաք շատ շուտով։ Միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք բոլոր գաղտնիքները։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ է մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ մաղթում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։ Բարի օր սիրելի հետևորդ, հիշում եմ, որ խոստացել եմ ձեզ պարբերաբար ներկայացնել վերջին զանգը հեռուստասերիալի թարմ նորությունները։ Իհարկե չեմ կարողանում ես լիարժեք խոստումս իրականացնել, որովհետև հավանաբար կկրկնվեմ, բայց պիտի ասեմ, որ սարսափելի ծանրաբեռնված եք աշխատում, գիշեր ցերեկ, ցերեկ գիշեր առավոտ, շատ խառը եւ ոչ մարդկային ռեժիմով։ Այսպես ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր իմացիր ավելին հաղորդաշարի շրջանակներում անդրադարձել ենք հերոսածին մայրերին։ Շատ հետաքրքիր հաղորդում է ձեզ սպասվում, շատ հուզիչ ապրելու մասին է այսօրվա հաղորդաշարը։ Բաց չթողնեք 20:50 Armenia TV եթերում, որից անմիջապես հետո կարող եք արդեն հետևել վերջին զանգը հեռուստասերիալի իրադարձություններին։
Ես դեռ նկարահանման եմ, եթե թվում է ձեզ, որ մենք հանգստանում ենք, չէ, դուք սխալվում եք։ Գա, ինչ կասես։ Բնական։ Իսկ ինչ վերաբերում է վերջին զանգը հեռուստասերիալին, ապա պիտի ասեմ, որ ամեն բան դեռ նոր է սկսվում։ Գիտեմ, որ շատ եք սիրել հեռուստասերիալը։ Ինչու՞։ Որովհետև մեր սերիալում իրական սեր կա։ Մեր սերիալն իրական սիրո մասին է։ Ինչ էր մեր օրերում շատ սակավ հանդիպող երևույթ է։ Այնպես որ շնորհակալ եմ ձեզ։ Մեզ մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար եւ բախտում եմ ձեզ սեր, սիրուն սեր, գարնանային սեր, պատկառներ սեր, ծաղիկներ, վարդեր, բայց անփուշ։ Անփուշը լավ է։ Ու այդ լավ տրամադրությունը փոխանցել նաև մյուսներին, այնպես որ, չգիտեմ, ես շատ գոհ եմ ու ես շատ սիրում եմ Յանային, ես ինձ շատ նմանեցնում եմ Յանայի հետ ու ես շատ կուզեի լինել Յանայի նման մի քիչ ավելի շատ խենթ։ Իհարկե ինքը հաճախ չափ անցնում է, բայց հանուն սիրո կարծում եմ արժե։